Եթերում հերթապամաս հաղորդաշարի Կիրակնորիա թողարկումն է։ Բարև ձեզ։ Այսօր մեր ծրագրում կարող եք դիտել. Տեղազնություն կատարվեց Հուշարձանի տարածքում։ 3 փոս էին փորել եւ դրանցից մեկում էլ հայտնաբերել գտածոներով կարասը։ Այսօր հրամայական է, որ իրավագիտակից քաղաքացին անկաշկանդ կանգնի իրավապահի կողքին։ Ի վերջո հանցավորության դեմ պայքարը բոլորիս գործն է, անկախ մասնագիտությունից ու սոցիալական վիճակից։ Ռազմավարական նշանակության օպերացիան բարեհաջող ավարտելուց հետո որոշում են լուսանկարվել որպես հիշատակ այն օրվա, երբ պատվով լուծեցին իրենց առջև դրված խնդիրը։ Անհավասարակշռված անպատժելիության պատրանքով ապրող մարդու ձեռքին մեքենան տեղով վտանգ է։ Նման մարդկանց պետք է հեռու պահել ղեկից։ Իսկ երբ այդ ամենին գումարվում է նաև բացահայտ անհարգալից վերաբերմունքը հասարակության նկատմամբ, առաջ է գալիս նմաններին մեկուսացնելու հարցը։ Մարտի 23-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի 4-րդ սպայական դասակի ծառայողները Երևանի Ավետիսյան փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտելու համար փորձել են կանգնեցնել BMW Մակնիշի 34 UA 988 համարանիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել եւ դիմել է փախուստի, որի ընթացքում Կոմիտասի պողոտայով երթևեկել է հանդիպակաց գոտիով, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը եւ ստեղծել վթարային իրավիճակ։ Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 2-րդ դասակի ծառայողները ժամը 15-ին Թբիլիսյան խճուղում փորձել են Ազատության պողոտայի եւ Ներսիսյան փողոցի հատման մասում մասնակիորեն արգելափակել երթևեկելի հատվածը, սակայն BMW-ի վարորդը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը հարվածել է արգելապատնեշին եւ ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի հետևի թափարկելի աջ հատվածին, վնասել ավտոմեքենան ու կրկին դիմել փախուստի։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը երեկոյան BMW-ի վարորդ 1993 թվականին ծնված Սերժ Վարդանյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանություն։ Պարզվել է, որ Սերժ Վարդանյանը դեռևս 2013 թվականի հուլիսից զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, 1 տարվա ընթացքում երկրորդ անգամ մեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։ Մարտի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ստացված տեղեկություններն իրացնելով ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ Բագրատունյաց փողոցից ապօրինի զենք պահելու, կրելու, ինչպես նաև թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Կիլիկիացի Հարութիկ մականունով Հարություն Թորոսյանին եւ Ջրվեժցի Արչուկ Մխո մականունով Մխիթար Գևորգյանին։ Անձնական խուզարկությամբ Թորոսյանի մոտից հայտնաբերվել է առանց գործարանային համարի անհայտ տիպի ատրճանակ 9 մմ դրամաչափի 7 փամփուշտներով, իսկ Գևորգյանի մոտից փայլատի տեղի մեջ փաթաթված Սուբուտեքս թմրանյութի նման կես դեղահապ եւ կաթոցիչ ներքին մակերեսին մարիխուանա թմրանյութի նմանվող նստվածքով։ Նշվածից բացի ոստիկանները Գևորգյանի մոտից հայտնաբերել են 220,000 եւ 10,000 դրամանոց կեղծ թղթադրամներ։ Հարություն Թորոսյանը եւ Մխիթար Գևորգյանը ձերբակալված են, կատարվում է քննություն։ Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածը վերնագրված է առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը։ Այստեղ նշված է, որ պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելը պատժվում է ազատազրկմամբ 3-ից 5 տարի ժամկետով։ Այսօր կխոսենք հենց պատմական, գեղարվեստական եւ մշակութային արժեքների մասին։ Երևույթը մասնագետները որակում են որպես գանձագողություն։ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, իսկ սա նշանակում է, որ ուր էլ բրիչ խփես պատմական, գեղարվեստական եւ մշակութային մի արժեք դուրս կգա։ Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Վլադիմիր Պողոսյանի նշած թվերը սրա խոսուն վկան են։ Մենք ունենք 19,000 հուշարձաններ պետական սեփականություն, որի պահպանությունը իրականացվում է մեր մարզային ծառայությունների 10 մարզային կառույցների եւ Երևան քաղաքի ծառայության միջոցով։ Մենք ունենք նաեւ 8 ուրեմն արգելոց ու արգելոց թանգարաններ, դրանք առանձին նորից միավորներ են, որոնք իրականացնում են հուշարձանախմբի
պահպանությունը։ Յուրաքանչյուր պահապանի միջինը բաժին է հասնում շուրջ 150 հուշարձանի պահպանություն, եւ նրանք սահմանված գրաֆիկի համաձայն 5-ից 6 օրը մեկ շրջայցով լինում են հուշարձանների տարածքներում։ Այս տարածքներն ընդգրկված են պետական սեփականություն հանդիսացող եւ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում, եւ ամեն անգամ ապօրինություն հայտնաբերելիս ծառայությունը դիմում է իրավապահներին։ Ու քանի որ գործ ունենք պետական սեփականություն հանդիսացող գույք հափշտակելու հետ, ոստիկանությունը իրականացնում է իր գործառույթն ու համագործակցում պահպանության ծառայության հետ։ Վերջին տարիներս բավականին շատացել են գանձագողության եւ գանձախոզության դեպքերը։ Ընդամենը մի քանի օր առաջ Սյունիքի մարզի Եղվարդ համայնքում տեղի ունեցավ գանձագողության դեպք։ Այս պահի դրությամբ մեր մարզային կառույցի եւ Սյունիքի ոստիկանության, ուրեմն վարչության համատեղ կազմակերպված միջոցառումների շրջանակում բացահայտվեց գանձագողությունը եւ ամբողջ գողոնը արգրավված է, գտնում է ոստիկանությունում։ Գյուղատեղի շինատեղ հուշարձանն ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող եւ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում։ Տեղեկություններ կային, որ հուշարձանից հանված գտածոները պատրաստվում են վաճառել։ Ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումներին հետևեցին նաև բացատրական աշխատանքները եւ Կապանի 2 բնակիչ մարտի 18-ին կամովին հանձնեցին բրոնզեդարյան մեր թվարկությունից առաջ 2-ից 3-րդ հազարամյակներով թվագրվող 191 արտեֆակտ՝ ձիու արձանիկներ, երախակալ, կրծքազարդեր, բազկակալներ, եռոտանի կախազարդեր, աշխատանքային սեպեր, դաշույններ եւ այլն։ Տեղազնություն կատարվեց հուշարձանի տարածքում, 3 փոս էին փորել եւ դրանցից մեկում էլ հայտնաբերել գտածոներով կարասը։ Իսկ մարտի 21-ին հետագա բացատրական աշխատանքից հետո նրանցից մեկը ներկայացրեց նաեւ բրոնզե արձանիկ տղամարդու պատկերով։ Նա հայտարարեց, որ այն քանդել հանել է դեռևս փետրվարին։ Սա այս տարվա առաջին դեպքը չէր։ Փետրվարի 24-ին Արմավիրի մարզի քաղաքատեղի Արգիշտի Խինիլի հուշարձանի տարածքում Արմավիրի մարզի ոստիկանության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ բերման էին ենթարկվել հուշարձանի տարածքում գանձագողությամբ զբաղվող 2 անձինք։ Նրանք քանդել էին ուրարտական ժամանակաշրջանի հուշարձանի արևմտյան ամրոցի վերևի շերտը եւ յուրացրել ուրարտական ժամանակաշրջանի նյութերի խումբ։ Սանձի լկամ, ճարմանդներ, զանգակներ, բրոնզե բոժոժներ, ինչպես նաեւ 12-ից 13-րդ դարերի դրամներ եւ այլն։ Ինչպես նշում են մասնագետները, ոստիկաններին ներկայացված գողոնը պատմամշակութային արժեք ներկայացնող արտեֆակտներ են։ Չմոռանանք նշել, որ Քրիստոսից առաջ 776 թվականին կառուցված Արգիշտի Խինիլի ուրարտական ամրոցը հանրապետական նշանակության հուշարձան է, ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող եւ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրենը գանձագողությունների դեմ պայքարում խիստ կարեւորում է իրենց համագործակցությունը ոստիկանության հետ, նշում, որ վերջին տարիներին այն բավական ակտիվացել է։ Այստեղ ավելի քան կարեւոր է նաեւ քաղաքացիների իրավագիտակցությունը, ընկալումը, որ ամեն արտեֆակտի հետ մենք կորցնում ենք մեր պատմության, մեր ինքնության մի մասնիկը։ Մասնագետները հավատացնում են, որ գանձագողերի գտածոների մեծ մասը զարտուղի ճանապարհով հայտնվում է արտասահմանում։ Սրանք իհարկե որոշակի գին ունեն սև շուկայում, բայց ինքնության առումով անգին են։ Քրեական օրենսգրքում արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների գլխում կա մեկը, որն էական դժվարություններ է ստեղծում բացահայտման գործի համար։ 334-րդ հոդվածը վերնագրված է. հանցագործությունը պարտակելը կամ այլ կերպ ասած իմանալ չհայտնելը։ Ու թեև հոդվածի երկրորդ կետը նշում է, որ հանցանք կատարած անձի ամուսինը եւ մերձավոր ազգականները հանցագործության նախապես չխոստացված պարտակման համար քրեական պատասխանատվության ենթակա չեն, բայց խոսքն այսօր նրանց մասին չէ։ Մեր թեմատիկ էջը։ Կարնիկ, որ դու Շեկոյանին չօգնես, ընկեր Շեկոյանը, ոնց պիտի քո հանցագործին բռնի։ Օրենքով էր։ Բարսոս ընկելի։ Կարնիկն իսկապես չէր ճանաչում հանցագործին, բայց համաձայնեք, որ ոստիկանի հարցադրումն էլ տեղին էր։ Ցանկացած հանցագործությունից հետո ոստիկանությունն անցնում է օրենքով իրեն վերապահված կարևորագույն գործառույթի իրականացմանը, հանցագործության բացահայտմանը, իսկ ոստիկան քաղաքացի չկայացող երկխոսությունը պատճառ է դառնում հանցագործության բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների դժվարեցման ու տևականության։ Երբ ահազանգով մեկնում ենք հիվանդանոց, լինում են դեպքեր, երբ տուժողը ֆիզիկապես ի վիճակի չի լինում բացատրություն կամ հաղորդում տալու, ապաքինվելուց հետո էլ թաքցնում է դեպքի իրական հանգամանքները,
հայտարարում է, թե իբր չի ճանաչում իրեն մարմնական վնասված պատճառողին կամ մարմնական վնասված ստացել է վայրընկնելու հետևանքով։ Համաձայնեք, որ ոստիկանության ծառայողի դժգոհությունը տեղին է։ Նա խոսում էր մեր իրականության արատավոր երևույթներից մեկի մասին։ Ոստիկանը փորձում է պարզել ճշմարտությունը, մեղավորին կամ մեղավորներին հայտնաբերել, իսկ տուժողը չի ցանկանում օգնել։ Զարմանալի է, բայց փաստերն ավելի քան բավարար են եւ հաճախ են ներկայացվել մեր թողարկումներում։ Իհարկե պարզում ենք դեպքի իրական հանգամանքները, բայց ավելի դժվարությամբ։ Վերջում պարզվում է, որ տուժողը ոչ մի տեղից էլ վայր չի ընկել։ Ասեմ ավելին, եղել են դեպքեր, երբ տուժողները ճանաչել են իրենց վնասված կազմողին։ Արդարադատության առաջին դասի խորհրդական Սերգեյ Աբրահամյանի խոսքով նմանօրինակ վարքագծի պատճառները շատ են, փորձեց ընդհանրացնել։ Օրինակ, հայկական մենթալիտետը, հարցերը իրենցով լուծելու մտայնությունը, հովանավորել ընկերոջը բարեկամին, պայմաններ ստեղծելով, որպեսզի նա խուսափի պատասխանատվությունից, կամ վախը, իրական հանցագործի կողմից վրեժխնդրության վախը, նյութական շահը, հասկանալի է գողականը, օրինակ, ասենք, ուղիչ աշխատանքային հիմնարկություններում համատեղ պատիժ կրողների շրջապատում հեղինակություն ձեռք բերելը եւ այլն։ Ինչ խոսք, երևույթն արատավոր է, սակայն բացահայտմանը խոչընդոտող իրողություններն այսքանով չեն սահմանափակվում։ Մտամ իրանց հայատ, ասի այդ ինչա բաղաժնիկը, ասեց Էդգարյանը մեջ է։ Լեզուն երթվե խփել եմ գլխին։ Արսեն Մարտիրոսյանը դրվագ էր պատմում սպանության համար մեղադրվող Մայիս Խրշոյանի եւ իր զրույցից։ Մեր տարը նստած ենք խմավ, սկսեց ամբողջան խոսալ հայոց, իրոք, փայտը վեկարը տվի գլխին։ Ու մեռավ։ Մահացածը 34-ամյա Գարիկ Արզունյանն էր։ Հաստատվեց վարկածը, որ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակ են հետապնդել, նրա դիակը տեղափոխելն ու այրելը։ Հարցին, թե ինչու հանցագործության մասին չի հայտնել ուր հարկն է, Արսեն Մարտիրոսյանը պատասխանեց. Վախեցամ ինձի վնաս չտայինք։ Որ ինքը ցես բաներ արել, նույն հաջողությամբ կարող մտել իմ հետ աներ։ Իմ պրակտիկայում եղել է դեպք, երբ մարդու ասկի առաջ սպանել են հարազատ եղբորը։ Սակայն այս մարդը ասում է, թե իբրև ինքը ականատես չի եղել եւ ընդհանրապես իրեն հայտնի չէ, թե ով է սպանել հարազատ եղբորը։ Այս դեպքում եւս, ինչպես քիչ առաջ ներկայացվածում, խոսքը արդարադատության դեմ ուղղված հանցագործության մասին է։ Գիտի դա հիմնավորվում է, ուրեմն մենք գործ ունենք հանցագործին պարտակելու, նրան հովանավորելու փաստի հետ, հետևաբար իհարկե առաջ է քաշում տվյալ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Լինում են դեպքեր, երբ տուժողներն ուղղակի հնարավորություն չեն տալիս հանցագործին ներկայացնել քրեական պատասխանատվության։ Բանն այն է, որ կան հանցատեսակներ, որոնց դեպքում քրեական գործ կարող է հարուցվել միայն տուժողի բողոքի հիման վրա։ Եթե չկա բողոք, ապա բացահայտման ուղղությամբ էլ ոչինչ չի արվում։ Լինում են նաև դեպքեր, երբ տուժողը ինչ-ինչ պատճառներով հետ է վերցնում իր բողոքը։ Այս դեպքում եւս բախվում ենք նույն խնդրին։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածում շարադրված են այն արարքները, որոնց դեպքում քրեական գործեր կարող են հարուցվել միմիայն տուժողների գանգատի հիման վրա։ Ընդ որում նման բնույթի գործեր հարուցելու պարագայում, եթե տուժողը հաշտվում է կասկածյալի մեղադրյալի հետ, դրանք ենթակա են կարճման։ Նշված հոդվածում թվարկված են ոչ մեծ ծանրության եւ միջին ծանրության հանցագործներ։ Անխոս ներկայացված արատավոր երևույթները նպաստում են անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը, իր բոլոր բացասական հետևանքներով։ Այսօր հրամայական է, որ իրավագիտակից քաղաքացին անկաշկանդ կանգնի իրավապահի կողքին։ Ի վերջո հանցավորության դեմ պայքարը բոլորիս գործն է, անկախ մասնագիտությունից ու սոցիալական վիճակից։ Արցախյան ազատամարտը մեկ անգամ եւս հավաստեց հայության կամքը, փորձության ժամին միաբանվել, համախմբվել, մի բռունցք դառնալ։ Շատ հայորդիներ վերադարձան հայրենիք կատարելու իրենց որդիական պարտքը, թեկուզ կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը։ Նրանցից մեկն էլ միլիցիայի սերժանտ Դավիթ Ենգիբարյանն էր։
1984 թվականին Արզնի միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո Դավիթ Ենգիբարյանը զինվորական դառնալու երազանքին հավատարիմ ընդունվեց Սիմֆերոպոլի բարձրագույն զինվորական ուսումնարան։ Կրտսեր եղբայրը Գագիկը ասում է, որ Դավիթն առանձնանում էր իր համառությամբ, համարձակությամբ, նաև չարաճճիությամբ։ Տղայական կռիվների ժամանակ միշտ հաղթող էր դուրս գալիս։ Շատ էր սիրում հայոց պատմության մասին գրքեր կարդալ։ Սիրած հերոսն էլ Դավիթ Բեկն էր։ Ասում էր, ուզում եմ Դավիթ Բեկի նման զորավար դառնալ։ Խորհրդային բանակում ծառայելուց հետո Դավիթն ընդունվեց Նովոսիբիրսկի բարձրագույն զինվորական ուսումնարան։ Բարձր առաջադիմությամբ, մարտարվեստի, հատկապես ձեռնամարտի հնարքներին տիրապետելու ունակությամբ, կարգապահությամբ վայելում էր դասախոսական կազմի ու համակուրսեցիների հարգանքը, բայց միտքն այլտեղ էր։ Հայրենիքում տագնապալի իրադրություն էր, սահմանները ենթարկվում էին ադրբեջանական հրոսակների ոտնձգություններին։ Ինքը պարտավոր էր հայրենակիցների կողքին լինել, զինվորական գիտելիքներով, մարտավարական հնարքների իմացությամբ կարող էր ու պարտավոր էր պիտանի լինել հայրենյաց կռվին։ Ուսումը թողնում և վերադառնում է Հայաստան։ Արդեն 89 թվականի վերջերն էր, Սումգայիթի իրադարձությունները, Բաքվի ջարդը, ստեղի Հայաստանի այս Ղարաբաղյան շարժման այս թեժ իրադարձությունները ընդ լսելուց հետո թողեց եկավ, ասեց իմ ազգնդետերից ես պետք է հետ գամ։ Էլ նամակով հեռագրով համոզելով, որ այդ աղաջան ծնողներս մնա սովորի ավարտի այտենց ավելի պետքական կլինես, չէ որ չէ հետ եմ գալիս, թողեց հետ եկավ։ 1990 թվականի օգոստոսն էր, հայրենիք վերադառնալուն պես անդամագրվում է նորաստեղծ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատին։ Մասնակցում է հանցավոր խմբավորումների վնասազերծման միջոցառումներին, սահմանամերձ շրջանների պաշտպանության մարտական գործողություններին։ Դավիթ Ենգիբարյանի մարտական ընկերներին հանդիպեցինք հաղթանակի զբոսայգում։ Արցախյան ազատամարտում միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի զոհված տղաների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ նրանք հիշում են, պատմում։ Դավիթը սպորտի վարպետության թեկնածու էր, լավ էր տիրապետում ձեռնամարտի հնարքներին ու դրանք սովորեցնում էր մեզ։ Ասում էր, պիտի լավ տիրապետեք ցանկացած հնարքի, որովհետև մենք զոհվելու չենք եկել ենք կռվելու և հաղթելու, հիշում է Արմեն Պապյանը։ Ենգիբարյան Դավիթը որպես մարդ ինքը իր երիտասարդ տարին, բայց բավականին պատրաստի էր արդեն։ Եվ քաղաքացիական կյանքի համար եւ զինվորական կյանքի համար։ Երբ եկավ, մենք ասենք ճիշտ է, ինքը հաստիքը միլիցիոների ավելի ճիշտ հատուկ նշանակության ջոկատի մարտիկի պաշտոնի էր, բայց մենք իրան ճանաչեցինք որպես ինստրուկտոր, ով որ արդեն եւ ֆիզիկապես եւ բարոյապես եւ հոգեպես պատրաստված էր, որ դիմացինին կարողանում էր սովորացնել։ Եվ իրան անցած ճանապարհի ընթացքում ինքը մենք կարիք ունեինք, ասենք, մարտական, ասենք, մարտարվեստի, ասենք, հնարքների սովորելու, ով որ գիտեր ավելի կատարելագործել եւ Դավիթը արդեն այդ բաները ինքը անցածելնելով իրան որպես ինստրուկտոր ներքին կարգով ճանաչեցինք եւ ասենք սկսեց մեր հետ զբաղվել։ Արտյոմ Սահակյանը, որ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի առաջին անդամներից էր, հիշում է մի լուսանկարի պատմություն։ Գորիսի սահմանամերձ տարածքի պաշտպանական մարտերին էին մասնակցում։ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի 7 հոգանոց խմբի անդամները ռազմավարական նշանակության օպերացիան բարեհաջող ավարտելուց հետո որոշում են լուսանկարվել, որպես հիշատակ այն օրվա, երբ պատվով լուծեցին իրենց առջև դրված խնդիրը։ Գործողությունների ժամանակ Գևորը Մեկեվալերը իջան, սարից իջան դեպի մտան անտառ, գյուղին մոտեցան, որ ռազվեդկայի գնան, որում հետո մենք մեր գործողությունները իմանանք։ Ինչ անենք հետագայում։ Մենք սարից իջանք դեպի ներքև, ասենք հանի ժամանակ կա, մեկ էլ հաց ուտենք, որ չգիտենք ինչ կլներ։ Մեկ էլ լսեցի ձայն, ասում ձայնա։ Դավիթ ասում է սոված է, ականջներից շատ ձայն է գալ։ Ասում չէ, էլի ձայնա, կրակոցի ձայնա։ Հետո մի հատ երկու հատ կրակոց նոր զգացինք, որ էսի սովածությունից չէ, այդ ձայնը երևում ականջներից, նոր կապնովանք Գևորի հետ, ասեց մեր վրա են կրակում, իրանք մեզ չէին տեսել, Գևորինց էին տեսել, պատասխան կրակ բացեցինք, Գևորի Մեկեվալերին այդ կրակից անենք, նոր մեր գործողությունները մենք սկսեցինք։ Մեր տղաները իսկական հերոսներ էին, հողը սահմանը պահելու հարց էր, վերջ։ Ոչ մեկիս մտքով չէր անցնում գլուխ պահել, գործողություններին չմասնակցել։ Ընդհակառակը, նեղանում էինք, երբ տվյալ օպերացիային չէինք մասնակցում, ասում է Վլադիմիր Սկրիպցովն ու հավելում. Ենգիբարյան Դավիթից շատ բան ենք սովորել։
Արձակուրդի մեջ էր, բայց իմանալով, որ Լաչինի կողմերում ծանր մարտեր են, ավագ եղբոր Բորիսի հետ Կոտայքի ջոկատի կազմում սեպտեմբերի կեսերին մեկնում է սահման։ Նրա վերջին մարտը 1992 թվականի հոկտեմբերի 1-ին էր։ Այդ օրը գումարտակը 3 զոհ տվեց, 18 վիրավոր, որոնցից մեկն էլ աղբյուրս էր։ Կոբրայի դիրքերում գրադի կրակահերթի տակ ընկան, երկու եղբայրով էլ մի դիրքում են եղել, Բորիսը կոնտուզիա ստացավ, իսկ Դավիթը մահացավ վիրավորվեց։ Մի քանի օրից կդառնար 25 տարեկան։ Դավիթ Ենգիբարյանի զոհվելու բոթը ցնցեց միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի տղաներին։ Զարմացանք, ախր արձակուրդի մեջ էր, սահմանում չպետք է լիներ, բայց այդպիսին էր մեր Դավիթը, անվախ, անձնազոհ, հայրենասեր, հիշում են Դավիթ Ենգիբարյանի մարտական ընկերները։ Մտովի տեղափոխվում Վարդենիսի ու Ղոչազի բարձունքները, Գորիսի ու Մարտակերտի սահմանամերձ տարածքները։ Հայրենիքը վտանգի մեջ էր, եւ իրենք զինվոր էին։ Մեր հաղորդումը մոտենում է ավարտին։ Դուք կարող եք դիտել եւս մեկ տեսանյութ, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։ Ցտեսություն։ Մարտի 25-ին ոստիկանության զորքերի 1033 զորամասի անձնակազմի ներկայացուցիչները հրամանատարի գնդապետ Գուրգեն Գրիգորյանի գլխավորությամբ արդեն 4-ամյա ավանդույթի համաձայն հյուրընկալվեցին Գավառի մանկատանը, սաներին շնորհավորելու եւ միասին նշելու քրիստոնյաների ամենամեծ հարության տոնը։ Մանկատան սաները ջերմ դիմավորեցին սպասված հյուրերին։ Արդեն ճաշարանում տոնական սեղանների շուրջ երեխաները հանդես եկան ազգային երգու պարով։ Հրաժեշտին զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանը ոստիկանության պետի ու ողջ ոստիկանության անունից շնորհավորեց մանուկներին տոնի առթիվ, մաղթեց լույս ժպիտ եւ ամուր հավատ։ Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Հայկ Բաբայանն էլ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի կողմից մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանին հանձնեց շնորհակալագիր։ Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։ Էլիպս 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։